Դոկի վարչապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը, նույն ինքը, Դոգը, առաջադրվել է ոչ թե հրապարակից, ոչ թե Երևանից, այլ ամերիկյան բանտից։ Կուսակցության համագումարին նա ձայնային ուղերձ է ուղարկել Հենդերսոնի բանտից և իրեն անվանել լոկոմոտիվ։ Հարցը շատ ուղիղ է։ Լոկոմոտիվը ուր է քաշում։ Հայաստան չէ։ ԱՄՆ դատարանը որոշել է, որ նա խախտել է միգրացիոն կարգը և պետք է լքի երկիրը։ Հայաստանը պահանջել է արտահանձնում, բայց ամերիկյան դատարանը մերժել է։ Հայաստանում նրա դեմ քրեական գործ կա, շորթում, բռնության կոչեր, դատավորին սպառնալիքներ։ Նա մեղադրանքները հերքում է։ Բայց այստեղ կա մեկ քաղաքական փաստ, որը չի տեղավորվում հայրենասիրական խոսքերի մեջ։ Հայկական աղբյուրը գրում է, որ Ղուկասյանը ցանկություն է հայտնել ԱՄՆ-ից տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն։ Այսինքն, Հայաստանի իշխանությունը ուզում է, հայ ընտրողի ձայնը ուզում է, բայց երբ գալիս է պատասխանատվության պահը, ուղղությունը դառնում է Ռուսաստան։ Սա առաջնորդի ճանապարհ չէ։ Սա փախուստի երթուղի է, դրված քաղաքական պաստառի վրա։ Դոկի ընտրողը հիմա պետք է պարզ հարց տա։ Պետության ղեկը վստահում եք մարդու, որը Հայաստանի փոխարեն ճանապարհ է փնտրում դեպի Ռուսաստան։